Ինչ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, ես ձեզ ուրիշ օրինակ բերեմ, ասենք օրինակ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները։ Մինչև հիմա մենք ավիացիոն սեր ցուցակում ենք։ Եվ մեզ չի հաջողվում դուրս գալ ավիացիոն սեր ցուցակից, դա նշանակում է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում ճգնաժամ կա, չի նշանակում։ Ես հասկանում եմ, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ հարուցելու ցանկություն ունեցողների թիվը բավականին մեծ է եւ Հայաստանում եւ Ռուսաստանում։ Բայց ես ինչպես ասեմ, Ռուսաստանի հետ չենք վիճելու, առավելևս չենք կռվելու, որտեղ դա անլուրջ է։ Հայաստանը իր մասշտաբն է, Ռուսաստանը գերտերությունը, որին պետք է վերաբերվել հարգանքով եւ մենք վերաբերվում ենք հարգանքով։ Եվ Ռուսաստանի շահերին ենք մենք վերաբերվում հարգանքով։ Ես նախկինում ասել եմ, հինի ասում եմ, որ Հայաստանը երբեք ներգրաված չի եղել հակառուսական գործողությունների մեջ, ներգրաված չի եւ ներգրաված չի լինելու։ Ես ձեզ նախորդ բրիֆինգի ժամանակ պատվեցի մի դրվագ, որ պաշտոնական բանակցությունների ժամանակ ասվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության հարաբերությունների, Հայաստանի Եվրամիության հարաբերություններին վնաս է հասցնում Ռուսաստանի շահերի, ես խնդրում եմ մի օրինակ բերեք։ Երկու անգամ այդ հարցը կրկնել եմ եւ ոչ մի օրինակ հնարավոր չի եղել բերել, որովհետեւ չկա այդպիսի օրինակ։ Ասում է, որ Ուկրաինայի նախագահը եկել է Հայաստան, կներեք, իսկ ինչու՞ պետք է չկար Հայաստան։ Ինչի որ Հայաստան-Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր, Ադրբեջանի նախագահը չէր գնում Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը չէր գնում Ադրբեջան։ Çünkü մենք ասենք եղել է տենց դեպքի, որ մենք ասենք ինչի է այն ժամանակ, երբ որ Հայաստանը Ադրբեջանի հետ կոնֆլիկտի մեջ էր։ Եղել է տենց բան, որ մենք ասենք ինչի է Ադրբեջանի նախագահը գնում Ռուսաստան կամ Ռուսաստանի նախագահը գնում Ադրբեջան։ Այսինքն ինչ մենք հարաբերությունները պետք է մանավանդ ես դեռ 2022 թվականին ասել եմ, որ մենք Ուկրաինայի հետ կապված հարցերում այն ժամանակ հապկում մեր գործունեությունը նույնիսկ սառեցված չէր։ Ես ասել եմ, որ Ուկրաինայի հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չի։ Շատ բարձ տրամաբանություն է, ի՞նչն է խնդրումը։ Ինչի պետք է Ուկրաինայի նախագահը չկար Հայաստան։ Ի՞նչն է խնդիրը։ Եմ ասում, որ առնվազն այնքան, ինչքան մեր կոնֆլիկտի ժամանակաշրջանում Ադրբեջանի նախագահը քանի անգամ է գնացել Ռուսաստան։ Կամ Ռուսաստանի նախագահը քանի անգամ է գնացել Ադրբեջան։ Այսինքն դա ինչ բան է, այսինքն ինչ մենք պետություն չենք, Ուկրաինան պետություն չի։ Ուկրաինային ՄԱԿ-ի անդամ պետություն է, Եվրոպական քաղաքական համայնքի անդամ պետություն է։ Արդյոք նույնը ավիացիայի սերտիֆիկատն ու ինչպես դուք եք տնում պետությունը զարգացած գործողությունները դեպ Հայաստանի շահերի գործելու համար։ Գիտեք, ես ուզում եմ ասել, որ Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանագիր ունեն միմյանց տարածքում լրտեսական գործունեություն չծավալելու։ Չգիտեմ, դա ընթացքում կերևա։